Բարև ձեզ բարեկամներ։ Սովորաբար մենք ամեն անգամ մեծ շուկով նշում ենք մեր աշխարհահռչակ մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի ծննդյան տարեդարձը։ Ցավոք երկրորդ տարին է մեր կողքին չէ այդ հրաշալի ազնվորությունը, բայց փառք Աստծո կան տեսանյութեր, կան հարցազրույցներ, հաղորդումներ նրա մասին, ինչը կարծում եմ այսօր շատ արդիական է։ Եվ ահա այսօր հերթական անգամ շնորհավորելով Ալբերտ Ազարյանին, աշխարհական խաղերի Եվրոպայի բազմակի չեմպիոնին ծննդյան տարելիցի արդիվ մենք ուզում ենք իհարկե որ հիշատակը նրա միշտ վառ մնա մեր հայրենակիցների սրտերում։ Դիտեք տարիներ առաջ նկարանված մի հաղորդում, ինչը կարծում եմ հաճույքով ձեզ կպարգևի անմոռաց ակնթարթներ։ Խնդրեմ։ Բարև ձեզ բարեկամներ։ Կրկին հին Երևան ռեստորանային համալիրի Երևանյան սրահում ենք։ Այսօր ձեզ սպասում է հերթական անակնկալ հանդիպումը։ Իսկ թե ում հետ, այդ մասին դուք կիմանաք մի քանի րոպե անց, երբ մեր սրահի մեծ էկրանին դիտեք մեր առաջին տեսանյութը։ Եթե հանկարծ ինձ թոշակի ուղարկեն, որ ես չմտնեմ դահլիճ, ես երկու օր չեմ ապրել։ Բայց երբ որ դահլիճ եմ գնում, ոգևորվում եմ, երեխաներին տեսնում եմ, դահլիճի այդ ամբողջ գործիքները եւ երեխաները են որ գալիս են, բարև ձեզ, պարոն Ազարյան, ասենց, գիտես ինչ, ոնց որ ջահելանում ես, այդ երեխաների թայրն ես դառնում, ասենք այդ բանով, առանց դպրոցի ներկա չգտնելու, հանկարծ որ չգնամ դպրոց, ուրեմն իմացի որ ես ապրելու իրավունք չունեմ, ոչ թե չունեմ, այլ բնավորություն ես իմ այնպեսին, որ ինձ կարող ասենք երկու օրից հետո ասենք ես չելնեմ։ Ալբերտ Ազարյան ծնվել է 1929 թվականի փետրվարի 11-ին Գանձակում։ Միայն 17 տարեկան հասակում սկսել է լրջորեն զբաղվել սպորտային մարմնամարզությամբ։ Առաջին մարզիչը եղել է Սեմյոն Ղարագյոզյանը։ 1954 թվականին Իտալիայում դարձել է աշխարհի չեմպիոն։ 1955 թվականին Արևելյան Գերմանիայում նվաճել է Եվրոպայի, իսկ 1956 թվականին Ավստրալիայում օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումը։ Հետագայում ևս մեդալների իր հարուստ հավաքածուին նա ավելացրեց թե Եվրոպայի, թե աշխարհի եւ թե օլիմպիական խաղերի ախտողի նոր պարգևները։ 1964 թվականին թողնելով մեծ սպորտը հիմնադրեց իր անունը կրող սպորտային մարմնամարզության մարզադպրոցը, ուր իրենց մեծ վարպետի եւ ուսուցչի հաջողությունները ու ստեղծած հրաշալի ավանդույթները շարունակեցին հազարավոր պատանիներ ու աղջիկներ։ Ալբերտ Ազարյանը Երևանի պատվավոր քաղաքացի է, պարգևատրվել է աշխատանքային կարմիր դրոշի, փառքի նշան շքանշաններով, Մովսես Խորենացի մեդալով։ Ճանաչվել է 20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկը։ Հայաստանի Հանրապետության ազգային օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահն է։
Նա գլխավորում է նաև Հայաստանի սպորտային մարմնամարզության ֆեդերացիան, ամուսնացած է, ունի 4 երեխա, 7 տորներ և 4 ծոր։ Ես մեր հեռուստադիտողներին պիտի ասեմ, որ Ալբերտ Ազարյանը այսօր այստեղ է եկել իր կյանքի անբաժան ընկերոջ Տիկին Լիզայի հետ։ Տիկին Լիզա, շատ ուրախ ենք, որ ինչպես միշտ դուք նորից միասին եք և մեզ հետ։ Առաջին հարցս ուղղում եմ և ձեզ, և պարոն Ազարյանին։ Որն է Ալբերտ Ազարյանի ֆենոմենը, Տիկին Լիզա։ Խաչը։ Խաչը։ Խաչը, որը մինչև հիմա իր հետ է։ Ազարյանական խաչ, ինչի միայն իրեն, ամբողջ ազգի հետ։ Մեր խաչն է։ Պարոն Ազարյան, դուք ինչ կավելացնեք։ Ես գիտեմ, որ ամենակարևորը հանգամանքը, որ լավ ընտանիք ունեմ և ընտանիքով ես հպարտանում եմ։ Այսօր ես շատ լավ եմ զգում, որովհետև լավ ընտանիք ունեմ և միշտ ուզում եմ, որ բոլորը ունենան այդ լավ ընտանիքը, ոնց որ ես ունեմ, բոլորն էլ այդ տեսակ լավ ընտանիքներ ստեղծեն։ Էս է իմ միտքը, իմ նպատակը։ Սիրելի բարեկամներ, ես պիտի ասեմ, որ այսօր ձեզ սպասում են մի շարք հաճելի անակնկալներ, այստեղ են հավաքվել Ալբերտ Ազարյանի մտերիմ բարեկամները, ընկերները, մարդիկ, որոնք երկար տարիներ ճանաչում են նրան և լավ գիտեն, թե ով է Ալբերտ Ազարյանը։ Այո, 83 տարեկան է դառնում Ալբերտ Ազարյանը, բայց ինչպես կասեր Արամ Իսահակյանը, նա ընդամենը 38։ Հիշում եք, երբ մենք տոնում ենք Ալբերտ Ազարյանի 81-ամյակը, Արամ Իսահակյանն ասաց ոչ թե 81, այլ թվերի տեղերը փոխեք 18։ Ելնելով այդ նույն սկզբունքից, դուք այսօր Ալբերտ Վաղարշակովիչ 38 տարեկան եք և այդպես էլ երևում եք։ Այդպես էլ կա։ Մենք իհարկե մեկ անգամ ևս ձեզ ջերմորեն շնորհավորում ենք։ Շնորհակալություն։ Մեր էկրանին հերթական տեսանյութն է և ձեզ համար հատկապես հերթական անակնկալը։ Դիտենք և վերադառնանք տաղավար։ Ես Ալբերտ Ազարյանին ճանաչում եմ 46-47 թվականներից, արդեն 4 տասնամյակից ավել։ Ընդ որում ճանաչում եմ համատեղ ակտիվ գործունեության միջոցով։ Միասին մարզվել ենք, մասնակցել տարբեր հավաքների, տարբեր մակարդակի մրցումների, կիսել ենք միասին և հաղթանակի երջանկությունը, և պարտության դառնությունը, ուրախացել ենք մեկս մյուսի հաջողություններով, 42-43 տարվա ընթացքում դեռ ոչ մի անախորժ փաստ չի եղել։ Կարծում եմ սա այնպիսի երևույթ է, որ դրական օրինակ պետք է հանդիսանա մեր մարզական կյանքի բոլոր աշխատողների, հատկապես երիտասարդ մարզիկների համար։ Մի բան է զարմացնում, որ Ազարյանի անցած սպորտային ուղին դա սովորական չէ, այլ կերպ ասած մարմնամարզությունը սկսում են, ասենք, այն ժամանակ, երբ մենք ենք սկսել 10-11 տարեկան հասակից, հիմա 6-7 տարեկան, իսկ նա սկսեց 17-18 տարեկան հասակում։ Մի բան, որը մեր մարմնամարզության պատմությունը չգիտի։ Եվ ոչ միայն նա կարողացավ մարզվել, ինչ-որ հաջողության հասնել, այլ հասնել մինչև օլիմպիական բարձունք։ Պարոն Ազարյան, Հրանտ Շահինյանը, մեր լեգենդար մարմնամարզիկը, խորհրդային Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոնը։ Ես գիտեմ, որ կես տարից ավելի դուք մտերիմ բարեկամներ եք եղել։ Այսօր զգացվում է Հրանտ Համազասպովիչի բացակայությունը եւ ընդհանրապես որն է երկու մեծ մարզիկների բարեկամության այդ հավերժ խաղաղ մեծ բարեկամության գաղտնիքը։ Դե գիտեք, հարցն անում է, որ յուրոք որ հիմա Հրանտ Շահինյանը չկա, բայց ես իմ ամբողջ կյանքը անց եմ կացրել Հրանտ Շահինյանի հետ։ Այսինքն Սիմոն Ղարագյոզյանը եղել է իմ մարզիչը, բայց ես անց եմ կացրել Հրանտ Շահինյանի հետ։ Այդ տեսեք մի հատ այսպիսի բան կար, որ Կիրովականից ես երբ որ վերադարձել էի,
ուրեմն վրցումների են գնացել, մեկ էլ ժամը 12-ն է, նայում եմ Հրանտ Շահինյանը կարդում է։ Ես քնած եմ։ Հետո մենը նորից աչքերս բացեմ, տեսնեմ էլի կարդում, ասում Հրանտ ջան, ես ինչ ես անում։ Ասես ո՞նց թե ասես, բայց առանց կարդալու ես չեմ կարող քնեմ։ Հասկանում եք, ես այդտեղից ոգևորվեցի եւ սկսեցի ինչ որ օրինակ վերցնել իրանից, հասկանում եք։ Դա հարցի ինչու՞մն է, որ Հրանտը շատ գրագետ եւ շատ բարի մարդ էր, այսինքն այն հաջողությունները ինքը որ ուներ, միշտ աշխատում էր մեր բոլոր մարզիկներին տեղափոխել մարզիկների մոտ, օրինակ ասենք մեր Լյոնցիկի կամ ասենք Վաչիկի բանի հետ մոտ Հրանտ Շահինյանի այդ ուղղությունն է եղել, նրա վերաբերմունքն է եղել հանդեպ մարմնամարզությանը։ Եվ այսօր մենք այդ կարոտը զգում ենք, իրոք որ Հրանտ Շահինյանը շատ ուժեղ եւ շատ որակով մարզիկ է եղել եւ այսօր դրա կարոտը բոլորը քաշում են, եւ դպրոցը արդեն ստեղծված է Հրանտ Շահինյանի անունով, բայց հարցը ինչու՞մն է, որ ինքը որ չկա, մենք բոլորս շատ վատ վիճակի մեջ ենք գտնվում, բայց ամենայն դեպս հիմա փաստորեն մեր մարմնամարզիկներից մնացել է միայն ես։ Ենել Արամայե Սահակյանը որ ասեց 18 տարեկան, հիմա 38 տարեկան եմ։ Հասկանում եք 38 տարեկան եմ եւ այնպես որ դա տարիքը իրանը ասում է, բայց ամենայն դեպս ես շատ մեծ ուրախությամբ ղեկավարում եմ մարզադպրոցը եւ ուզում եմ որ մենք այն հաջողություններին հասնենք, ինչպես որ ասենք եղել է Հրանտ Շահինյանը եւ ունեցել եմ ես, արդեն հիմա մենք մի հատ այդպիսի հաջողություն ունենք արդեն։ Անազարյան, դեռ խորհրդային տարիներին ասում են այդ լուրը չգիտեմ որքանով է համապատասխանում իրականությանը, մեր երկու օլիմպիական չեմպիոնները Հրանտ Շահինյանն ու Ալբերտ Ազարյանը զրկվել են իրենց ոչկե պարգևներից։ Դա համապատասխանում է իրականությանը։ Իհարկե համապատասխանում է։ 62-63 թվականներ Նախորդ դարի։ Հա։ Ուրեմն ես ինչ որ տեղ էի գնացել, մրցումների էի գնացել, ուրեմն այստեղ Երևանը միշտ էլ եթե հիշում եք, անց էին կացնում պարադներ եւ այդ մեդալներով պետք է դուրս գայիք։ Հրանտ Շահինյանը անդադ ասում էր այնտեղ, ասում է, արդեն զզվել ենք այդ մեդալներով դուրս գալը սիրուն չէ էլի մի քիչ բան։ Հա, ես արդեն այստեղ չէի, երբ որ հանդես էին բացում եւ սպորտ կոմիտեի նախագահան եկել խնդրել էր Լիզային, որ մեդալները տվեք մենք տնենք, որտեղ Ենգիբարյանը իրեն գոտին էր տվել, Իգորը իրեն մեդալներն էր տվել, Հրանտ Շահինյանն էլ որ պարադի դուրս չգա, այդ իրեն ամբողջ լենթով նվիրել էր դրանց, ասինքն վերցրեք դրեք։ Ուրեմն ինչ որ երիտասարդներ պատուհանից մտնում են եւ սաղ տեղերը նայում են թե ինչ են անում, ես չեմ իմանում, ուրեմն գնում են Ենգիբարյանի գոտին, բան սապոժնիկի դանակով կտրում են այդ մանը հանում են, մի հատ էլ կանյակ են խմում դնում են այդտեղ, բաժակներն էլ հետը միասին, միջև այդ արդեն Հրանտ Շահինյանի լենթը ինչքան որ ոսկի գույն կար, սա պոկում էին։ Իմս էլ այդ երկու ոսկի մեդալը եւ մեկ էլ երեք ոսկի մեդալը եւ արծաթը, չորրորդը, արծաթը որ սովետական միությունը երկրորդ տեղ էր գրավել, արծաթ ստացան, ես ոսկի ստացա։ Երեք ոսկի 4 մեդալներն էլ տանում են եւ մենք Հրանտ Շահինյանի հետ ընկանք այստեղ այնտեղ ղեկավարությանը խնդրեցինք որ ինչպես պետք է անենք, այնտեղ ասեցին գիտեք ինչ, ասեց մենք սովետական մեդալները մենք կարող ենք պատվիրել, բայց օլիմպիականը մենք չենք կարող, որովհետեւ օլիմպիականը 4 տարի մի անգամ է լինում եւ անհարմար է որ ասեն մեդալները գողացել են, հասկանում ես, այլ ուղղակի պետք է տենց մերվենք։ Հենց այդտեղ էր որ Հրանտ Շահինյանը ինձ ասեց Ալբերտ ջան, մենք օլիմպիական չեմպիոններ ենք առանց մեդալների։ Եվ ամբողջ գողական ասպարեզը ստուգեցին եւ բերթերում ստուգեցին մատերի հետքերը, ասինքն որ իրենք դանակն են թողել եւ կոնյակ են խմել Ենգիբարյանի գոտու մոտ։ Ստուգեցին ոչ միտեղ այդտեսակ մարդու չկարողացան բռնել։ Սա արդեն նշանակում է որ ինչ որ երիտասարդները պատուհանից մտել են։ Սիրողական գողեր։ Հա, մտել են եւ այն թանկանոց բաները չեն տարել, այլ ուղղակի այս մեդալները Չիմանալով որ դրանք ոսկի չեն։ Եվ տարել են, մի անգամից հալել են, տեսնում են ոսկի չի շպրտել են։ Բայց եթե գողական մարդ տարածել էր,
նշան կանեին տեսնեին, որ դա ոսկի չի։ Նոր Բերին իհարկե։ մեզ կտային, բայց այդտենց էլ այն ժամանակ օլիմպիական չեմպիոններին շատ էր սիրում գողական ասպարեզը, որ շատ էր սիրում օլիմպիական չեմպիոններին։ Այնպես որ իսկական բան էր։ Մեր բարեկամներ, ես պիտի ասեմ, որ այսօր ձեզ իրոք շատ հաճելի անակնկալներ են սպասում։ Հիմա մենք պիտի լսենք մի շատ հմայիչ անձնավորության, հանրապետության վաստակավոր արտիստ Սոֆի Տևոյանին, որը Ալբերտ Ազարյանի նրա ընտանիքի վաղեմի ու շատ լավ բարեկամն է։ Սոֆի, հաճույքով կլսենք ձեզ։ Ինձ համար Ալբերտ Վաղարշակովիչը Լիզան, բացի նրանից, որ ես շատ փոքր հասակից ճանաչում եմ իրենց, շատ մոտ են իմ մայրիկիս եւ հայրիկիս ընտանիքին։ Մայրս դասավանդում էր խորեոգրաֆիա Հրանտ Շահինյանի դպրոցում երկար տարիներ, եւ այդպես ես միշտ գնում եի իրանց այդ Ծաղկաձոր, ներկա է այդ ամեն ինչին։ Я видела славу этого человека, он жил всегда во славе. Так бывает очень редко по жизни. 92 թվականին ես որոշեցի ստեղծել թատրոն եւ պետք է շնորհակալ լինեմ Ալբերտ Վաղարշակովիչին, որտեղ այն ժամանակ ինք ուներ երկու դահլիճ, մեկում պարապում էին տղաները, մյուսում աղջիկները, ասեցի, որ ուզում եմ ստեղծեմ մի թատրոն, բարի թատրոն, եւ ինքը ինձ օգնեց։ Եվ այսօր եթե ես ունեմ Բարի հոգու թատրոնը, դա շնորհիվ Ալբերտ Վաղարշակովիչին, որովհետեւ ինքը տրամադրեց իր դահլիճը, եթե ինքը չլիներ, միգուցե Բարի հոգու թատրոնը չլիներ։ Ալբերտ ջան, դարագոյ, ես ձեզ շատ եմ սիրում, դուք շատ գեղեցիկ զույգ եք, տարիները ձեր վրա չի ազդում բոլորովին։ Լիզան, պես հմայիչ, գեղեցիկ, ամեն ինչ արեց, որ դու իրոք զգաս, թե ինչ է երջանկությունը կյանքում, ես ցանկանում եմ քեզ ուժ, եռանդ, միշտ սաներդ լինեն քո կողքին, քո բոլոր մոտիկները, քո երեխաները, թոռնիկները, ապրես այդ լիության մեջ ու մենք էլ միշտ պիտի իմանանք եւ հիշենք, որ դու մեզ հետ ես, կաս միշտ պետք է լինես։ Շնորհակալություն։ Ես պիտի ասեմ, որ Սոֆի Տևոյանն էլ երբեք չի փոխում, միշտ նույն հմայիչ գեղեցիկ կինն է եւ հիմա Ալբերտ Ազարյանին պիտի ողջունի եւս մեկ հմայիչ մարդ, մեր շատ սիրելի Զարուհի Բաբայանը։ Զարուհի, ինչ կուզենայիր ասել։ Նախ եւ առաջ շատ շնորհակալ եմ, որ ես այսօր այստեղ եմ։ Ես կարծում եմ, որ բավականին կրտսեր եմ, բայց այնպես չի, որ չունեմ ասելիք։ Ես էլ եմ, ինչպես կարծում եմ, որ Երևանի յուրաքանչյուր երեխա ունեցել ցանկություն, որպեսզի գնա, ընդունվի եւ մարզվի Ալբերտ Ազարյանի դպրոցում իմ հայրիկը սպորտսմեն է եղել եւ ես էլ եմ միշտ եղել սպորտի կողքին եւ հիշում եմ ես շատ փոքր եի եւ ինձ էլ տարան Ալբերտ Ազարյանի դպրոց եւ փորձեցին ընդունել ինչ պատճառներով ինձ չընդունեցին եւ ես չկարողացա դառնալ մարզիկ ինչեւէ ամեն դեպքում այդ հիշողությունները կան եւ ես լինելով կարելի ասել կրտսեր այս պարագայում սերնդի ներկայացուցիչ շատ բան գիտեմ, շատ բան տեսել եմ եւ միշտ հիացել եմ, որովհետեւ մարդ պետք է ուժ ունենա, մարդ պետք է տաղանդ ունենա եւ մարդ պիտի ձգտում եւ ցանկություն ունենա։ Ես ուզում եմ, որ դուք լինեք միշտ առողջ, միշտ լինեք միասին եւ շատ կարեւոր է, երբ որ դու հարգում եւ սիրում ես մեծերին եւ այն մարդկանց, որ ինչ որ բան կյանքում արել են։ Այնպես որ ձեզ ուժ, եռանդ, առողջություն, շնորհավորում եմ։ Շնորհակալություն, Զարա, լավ է, որ ձեր բախտը չբերեց դուք մարմնամարզույթ չդառաք, փոխարենը շահեց երգը։ Սիրո խոստում եմ տվել, սերը մի
Բարեկամներ, իրոք շատ դժվար է դիմանալ Ալբերտ Ազարյանի հմայքին, ինչպիսի բարձունքներ են անվաճել սպորտում, ինչպիսի սրտեր, գեղեցիկ սերի, բայց միակը եւ աննմանը Տիկին Լիզան է։ Տիկին Լիզա, ես գիտեմ, որ մարդու համար ամենաթանկ բանը դա դրա ընկերներն ու ընտանիքն են։ Հրաշալի ընտանիք ունեք եւ բացառիկ ընտանիք, որովհետև Հայաստանում, կարծում եմ աշխարհում էլ շատ քիչ են այդպիսի ընտանիքները, մի հարկի տակ ապրել են երկու օլիմպիական չեմպիոններ, այդպիսի բան ամենայն դեպս մեր իրականության մեջ, հայ իրականության մեջ ես չեմ հիշում։ Եվ պիտի ասեմ, որ հիմա եկեք մեկ անգամ եւս շնորհավորենք պարոն Ազարյանին, նրան մաղթենք ամենալավ բաները եւ պարոն Ազարյան, ամենակարևորը գիտեք որն է, որ Տիկին Լիզան երբեք ոչ մի վարքյան ձեզ չի թողել առանց իր ներկայությամբ, այդ ձեր աչքերով, ինչպիսին է նա։ Այն ինչ որ եղել է ժամանակին։ Միշտ նույնը։ Երբ որ ախցխայից վերադարձավ, այո, այդ աշկերը որ տեսա, հիմա միջև հիմա էլ այդ աշկերը վերադարձավ։ Տիկին Լիզա, իսկ ձեզ համար Ազարյանը ինչպիսին է։ Այն ներսից։ Դե 58 տարի մենք միասին ենք։ Այդ ինձ թվում է մեծ Շատ բան է ասում, այո։ Շատ բան է ասում։ Շատ օրինակելի ամուսին, ուշադիր, հոգատար, հայր եւ թորնիկների համար ամեն ինչ է անում։ Շատ սիրում են թորնիկները իրեն սիրելի եւ սիրված պապիկա։ Այո։ Ծորնիկների համար էլ իհարկե։ Այդ քիչ է։ Ես պիտի ուղղակի ավելացնեմ, որ ոչ միայն թորնիկների, այլև գեղեցիկ սերի շատ հանրահայտ ներկայացուցիչների համար։ Հա, այդ էլ է։ Այ հիմա ձեզ հատկապես, պարոն Ազարյան եւ ձեր Տիկին Լիզա, ինչպես նաեւ մեր բոլոր հեռուստադիտողներին, խնդրում եմ լինել ուշադիր, որովհետեւ մեր էկրանին հերթական տեսանյութն է եւ հերթական անակնկալը։ «1980 թվականի Մոսկովյան Օլիմպիադայի օրերին է նկարանվել այս ժապավենը։ Պտտաձողի վրա Էդուարդ Ազարյանն է, օլիմպիական չեմպիոնը։ Հետևենք նրա ելույթին։ Պարոն Ազարյան, անկրկնելի ակնթարթներ են։ Օլիմպիական պատվանդանին խորհրդային միության հավաքականն է, որոնց մեջ է նաև Էդուարդ Ազարյանը։ Золотыми медалями награждается Николай Андрианов. Эдуард Азарян. Александр Тетякин. Իսկ հա այս կադրերը իմ գործընկեր Արամայիս Ղարիբյանը մեզ է ուղարկել Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Այս մարզադպրոցը կրում է Ալբերտ եւ Էդուարդ Ազարյանների անունը։ Հայաստանում կա մի մարդ, որի նկատմամբ առանձնահատուկ համակրանք ունեմ, դա մեծանուն Ալբերտ Ազարյանն է, ով լեգենդ է կենթանության օրոք եւ ում տարեդարձն են նշում նրա բազմահազար համակիրները, ես էլ իհարկե նրանց հետ։ Սիրելի Ալբերտ, շնորհավոր տարեդարձդ։ Միշտ մնա այնպիսին, ինչպիսին հիշում, ճանաչում ու սիրում ենք մենք բոլորս։
Դու հարգարժան Ալբերտ միայնակ չես, այլ շրջապատված ես բազմաթիվ մտերիմներով ու ընկերներով, ովքեր սիրում ու հարգում են քեզ։ Թող քո բոլոր տարիները լինեն երջանիկ, ցանկանում եմ քեզ բյուր բարիքներ, անհամար հաղթանակներ։ Թող որ իրականանան քո բոլոր ծրագրերը, բոլոր նախաշվարկներն այս տարում։ Դու ընտրել ես աշխարհի միակ արժեքավոր ոլորտը, սպորտը, որն էլ քեզ բերել ու կբերի երջանկություն, հարգանք ու սեր։ Կրկին ու նորից բարի տարեդարձ եւ խորին հարգանքներս քեզ։ Լսենք օլիմպիական չեմպիոն Էդուարդ Ազարյանին։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր Արամայիսից եւ Համլետ Գուշյանից համագործակցելու միմյանց հետ եւ հնարավորություն ստեղծելու ինձ համար շնորհավորել իմ հոր Ալբերտ Ազարյանի ծննդյան տարեդարձը։ Բավական շնորհավորում եմ ծնունդը, ցանկանում եմ քաջ առողջություն եւ երկար տարիների կյանք։ Միևնույն ժամանակ օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել մեր բոլոր հայերի, ինչպես բոլորը գիտեք, այս տարի 2012 թվականը օլիմպիական խաղերի տարի է եւ շատ կարեւոր է մեր մարզիկների համար եւ ցանկանում եմ մեր մարզիկներին այս տարի մեծամեծ հաջողություններ, հաղթանակներ եւ պարտավոր վերադարձ 2012 թվական Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերից։ Բարեկամներ, մեր երեկոյին մասնակցում են նաև ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործիչներ, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի տեղակալ մանկավարժական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Վահրամ Արաքելյանը եւ նույն ինստիտուտի գիտական գծով պրոռեկտոր պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Միքայել Իսպիրյանը։ Շատ ուրախ եմ, որ դուք մեր ծրագրի հյուրն եք եւ իհարկե մեզ նույնպես հետաքրքրում է ձեր կարծիքը Ազարյան երևույթի մասին։ Երբ որ Սոֆի Տևյանը նշեց, որ 12 տարեկանում է ճանաչել Ալբերտ Ազարյանին, ես կարող եմ ասել, որ ավելի շուտ եմ ճանաչել, ուրախ եմ դրա համար։ Երբ որ իմ հայրը ավարտել է մեր ինստիտուտը, ֆիզիկական կուլտուրայի հայկապետական ինստիտուտը, երբ որ հայրս տեղափոխվում է Փարքի գյուղ, այնտեղ 54 թվականին սպորտ դպրոցի նոր բացում էր եւ այդ միջոցառմանը ներկա էր Ալբերտ Ազարյանը, Հրանտ Շահինյանը, Իգոր Նովիկովը, Վլադիմիր Ենգիբայրյանը, դրանք մեր տան հյուրերն էին եւ այդ ժամանակ ինձ բոլորն էլ գրկել են, սիրել են։ 54 թվականին ես 5 տարեկան երեխա, ես Ազարյանին շատ եմ հարգում, շատ եմ սիրում եւ մի ուզվելու առիթ եղավ, մենք ինձ բախտ է վիճակվել երկու անգամ լինելու օլիմպիական խաղերում։ Մեկը 2000 թվականի Սիդնեյ օլիմպիական խաղերին եւ Պեկին օլիմպիական խաղերին, դե ամեն օր առավոտ միշտ հանդիպում ենք ու տեսա տրամադրությունը բարձրացումա վարամ ասма չեք պատկերացնում, ինձ հրավիրել են, գնացել եմ Մելբուրն, այն սպորտ դահլիճը, որտեղ ես դարձել եմ օլիմպիական խաղերի չեմպիոն եւ չեմպիոնի տրամադրությամբ էլ հետ եկավ։ Պարոն Ազարյան, ես շատ հարգում սիրում եմ, շատ լավ մարդ եք եւ ամենակարևորը, որ ես կցանկանամ դու Երևան քաղաքում գոնե օրը 10 րոպե ոտքով քայլեք այս օպերայի մոտակայքում։ Մեր ժողովրդի տրամադրությունը կփոխվի դեպի լավը։ Սիրելի Համլետ, օգտվելով առիթից, ես ուզում եմ ցանկանալ պարոն Ազարյանին երկար տարիների կյանք, մեր գլխից անպակաս լինի, մեր կուրքն եք, մեր լեգենդն եք, հայ ազգի ներկայացուցիչն եք ամբողջ աշխարհում։ Մենք երջանիկ պետք է լինենք, որ Ազարյանի ժամանակակիցն է։ Ալբերտ Ազարյանը երրակի չեմպիոնն է ամբողջ հայ ազգի։ Նա 45 ոսկի մեդալ է շահել, 43 արծաթե եւ 10 բրոնզե։ Մենք էլ ենք օլիմպիական խաղեր եղել պարոն Ազարյանի հետ 1992 թվականի Բարսելոնի օլիմպիական խաղերի ղեկավարությունը երկուսս ենք միասին կենսագործել։ Այդ միասին գնալը, այս ոսկի մեդալները շահելը պատահական երևույթ չեն։ Մարմնամարզության բոլոր մրցումներում օլիմպիական խաղերի Բարսելոնի մենք միասին կողք նստած նայել ենք, դահլիճը 20,000 տեղ էր։ Երբ որ հայտարարեցին, որ դահլիճում ներկա է օլիմպիական երրակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը, ուղիղ 20 րոպե բոլոր դահլիճը ծափահարում է։ Շնորհակալություն շատ են լինելու։ Իդեպ պիտի ասեմ, որ մեր այսօրվա հաղորդմանը պետք է մասնակցեր նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը։
Սակայն հարգելի պատճառով նա չկարողացավ ներկա գտնվել։ Բայց խնդրեց իր ջերմ բարեմաղթանքները հղել Ալբերտ Ազարյանին եւ ասաց, որ նրա հետ դեռ բազում հաղթանակներ պետք է տոնենք։ Այսօրվա մեր այս հրաշալի երեկոյին մասնակցում են նաև մարզաշխարհի անցուդարձը լուսաբանող մի շարք հանրաճանաչ լրագրողներ, սպորտային մեկնաբաններ։ Հաճույքով ուզում եմ ձեզ ներկայացնել իմ վաղեմի բարեկամներին ու գործընկերներին՝ Նաթելլա Հովասափյանին, Վարդան Թադևոսյանին, Յուրի Ալեքսանյանին։ Պարոն Ազարյան, ես նույնպես ուզում եմ շնորհավորել միանալ այն բոլոր բարեմաղթանքներին եւ համոզված եմ միլիոնավոր հեռուստադիտողներ այս պահին դիտելով հաղորդում եմ, նրանք էլ են ջերմորեն ողջունում ու շնորհավորում ձեզ։ Քայլող լեգենդ, ես այսպես կարող եմ ձեզ անվանել, որտեվ եթե մենք Սոս Սարգսյանին արվեստում համարում ենք մեր սպորտ նահապետը, ապա սպորտի նահապետը այսօր Ալբերտ Վաղարշակիչն է։ Շնորհակալություն, որ դուք կաք, առողջ եք եւ միջև որս էլ շարքում եք եւ ես վստահ կարող եմ ասել այն ծնողները, որ իրենց երեխաներին բերում են մարզադպրոց մարմնամարզությամբ զբաղվելու, ասում են, որ դուք պարապում եք օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանի մարզադպրոցում։ Դա արդեն պատիվ է յուրաքանչյուրիս համար։ Իսկ այն խոսք, որ ասում են ամենաերջանիկ մարդը այն է, ով կարողանում է երջանկություն պարգևել շատերին, ուրեմն համարում են, որ դուք ամենաերջանիկ մարդն եք կյանքում, որ տեսեք դալիճում նստած այս 2 տասնյակից ավելի մարդիկ եւ միլիոնավոր հեռուստադիտողներ այդ երջանկությունը ապրում են։ Պարոն Ազարյան, Տիկին Լիզա, լավ լինեք, ձեր որդիների, թոռների հետ միասին առողջ լինեք։ Այո, ես այսօր ոչ միայն մարզական լրագրող եմ ներկայանում, այլ որպես Ազարյանի ղեկավարած մարզադպրոցի սան, հատկապես հենց ընկեր Լիզայի խմբի սան։ Պատմեմ, թե ինչպես եմ հայտնվել, Մաքսիմ Գորկու անվան դպրոց էին եկել Ալբերտ եւ Լիզա Ազարյանները երեխաներ ընտրելու։ Նրանք միջանցքում իմ մայրիկին էին հանդիպել եւ ասել. «Տիկին, ձեր երեխան ընդունված է, կարող եք բերել մարմնամարզության»։ Ես ուզում եմ խոսել այն մասին, թե ինչ է տվել մեր սիրելի ընկեր Լիզան, եւ դա ուզում եմ ասել իմ բոլոր ընկերուհիների անունից։ Ընկեր Լիզան ոչ միայն մարզիչ էր, նա մայր էր։ Ընկեր Լիզան մեզ սովորեցրել է թել ու ասեղ բռնել, շարժ ու ձև, կնոջը եւ աղջկան անհրաժեշտ մաքրության, հիգիենայի բոլոր կանոնները։ Ես շատ շնորհակալ եմ ընկեր Լիզային այդ ամենի համար։ Գիտեք, ընկեր Լիզան, երբ որ մարզիչ էր աշխատում, նա պահում էր իրեն ինչպես հասարակ մարզիչ։ Նա երբեք չի գերադասել իրեն մյուս մարզիչներից։ Չի ասել ես Ազարյանի կինն եմ եւ իր սաներին այդպես էլ դաստիարակել է։ Նա ասել է, որ դուք պիտի հաջողության հասնեք ձեր աշխատասիրության շնորհիվ։ Դուք մի գլուխ բարձր պիտի լինեք բոլորից։ Եվ միշտ ասում էր, աղջիկներ, դուք այնպիսի կեցվածքով պիտի քայլեք, այնպիսին պիտի լինեք, որ ձեզ փողոցում ճանաչեն, զգան, որ դուք մարմնամարզիկ եք, դուք հասարակ աղջիկներ չեք, դուք մարմնամարզուհիներ եք։ Եվ ես շատ շնորհակալ եմ, այսօր էլ առաջնորդվում եմ իմ սիրելի ընկեր Լիզայի խորհուրդներով եւ շատ պարտական եմ ձեզ, Ելիզավետա Գրայերովնա, ես բոլոր աղջիկների անունից եմ սա ասում։ Ու գիտեք, պատահական չի լինում ոչ մի բան։ Ես չգիտեմ ինչ ավելացնեմ, ինչ էլ ասեմ, իհարկե Համլետ Ղուշչյանը տեղյակ է, որովհետև միասին ենք մեծացել մարզական լրագրությունում եւ քաջատեղյակ է Ալբերտ Վաղարշակիչի ամեն մի գործին ու բանին։ Համլետ դեպս ես ուզում եմ հետեւյալը հիշեցնել, Համլետ երբևիցե եղել է մի դեպք, որ մեր հսկա գիմնաստները, մարմնամարզիկները որևէ միջոցառման ներկայանան եւ Ալբերտ Վաղարշակիչը Հրանտ Համազասպիչից առաջ ընկած լինի։ Երբեք միշտ արչեվից քայլել է Հրանտ Շահյանյանը, նա միշտ հետ է մնացել։ Շատ տեղին գնահատելով իր ավագ թիմակցին կամ գործընկերոջը։ Կամ մեկ ուրիշ փաստ, որ ես ուզում եմ նրա մարդկային արժանիքը այսպես վերհանել։ Բոլորս երևի ասերս լավ հիշում ենք 1979 թվականին Մոսկվայում կայացած նախաօլիմպիական համամիութենական ժողովուրդների ամառային Սպարտակիադան։ Եվ ահա հերթական օրը ձախողվում է մեր անվանի մարզիկներից մեկը, ես չասեմ մարզաձևը եւ անունը, մանավանդ որ այսօր այդ հրաշալի մեծ վարպետը չկա։ Ձախողվում է եւ վիշտը փորձում է թաքցնել, մերցնել գինով։
Եվ հա կես գիշերին ինքը խմած մի քիչ, այսպես ասեմ, մեղմ ասեմ, աղմկում է Միջանցքում, դե հայկական պատվիրակության Միջանցքում, այդ ժամանակ դուրս է գալիս սենյակից Ալբերտ Ազարյանի որդին, Էզիկ Ազարյանը, ու ասում, դիմում է անունով, ասում է, խնդրում եմ, ես եզրափակիչ եմ մտել, վաղը պիտի պատերազմեմ այդ գիգանտների դեմ մեդալների համար, թույլ տուր մի քիչ հանգստանա։ Դե խմած մարդ, որը շատ էլ հարգել է Էզիկին, բայց խմած ժամանակ ինչեր ասես չի լինում, շատ կոպիտ է վարվում եւ խոսքով եւ երևի ինչ որ ուժային բաներ է դիմում, թեև Էզիկը շատ խմած չի, բնական է շատ ավելի պինդ է։ Լուրը հասնում է իր հորը, Սպարտակիադայի մրցավարական հանձնաժողովի կարևոր անդամներից մեկին, մեր սքանչելի Հոբելյարին։ Մարդը վեր է կենում կես գիշերով, գալիս է որդու մոտ, որդու սենյակից հանում է միջանց, այդ տվյալ մարզաձևի ներկայացուցիչին 100 կիլոգրամ քաշային կարգումերի դեպ հանդես գալիս, ճանաչված մարզիկ, վերում է միջանց, կես մարզիկը սթափվում է, տեսնելով Ալբերտ Ազարյանին։ Ու իր տղային ասում է, ձեռք սեղվում արեք, բարևեք իրար հետ, ամոթ է, նույն պատվիրակության կազմում Հայաստանն ենք ներկայացնում։ Ոչինչ անել չեն կարող։ Երկուսն էլ ենթարկում են մեր օղակների արքայի խոսքին, այսպիսի հարյուրավոր օրինակներ կարող ենք բերել, հազարավոր օրինակներ։ Ես պարզապես վերջում մի բան ասեմ, նախանձով նայում էի ռուսական մի հեռուստատեսության հաղորդմանը, որ ցույց էին տալի մշտապես Sport Planeta ծրագրով իրենց հսկաներին։ Ռուսական ալիքը ցուցադրում է Ռուսաստանից դուրս մեր օղակների արքա Ալբերտ Ազարյանի նրա մասին ակնարկը գրված, ցույց է տալիս նրա այն սքանչելի կատարումը աշխարհի առաջնությունում։ Ինչ հպարտություն կապրի ցանկացած հայ, այդ թվում նաև ինքս։ Ես ուզում եմ Ալբերտ Վաղարշակիչ, ուրիշ բաներ շատ չասել, միայն թերևս ավելացնեմ, որ դու ապրես ոչ միայն տարով, այլ դարով։ Կյանքդ երկար, վարպետ։ Շնորհակալություն։ Հիմա ասելի բարեկամներ, մենք պիտի նորից հետևենք մեր էկրանին եւ հերթական անակնկալը Ազարյանների համար։ Այս կադրերը նկարահանվել են Մելբուրնի Օլիմպիական ստադիոնում, ուր 1956 թվականին կայացան 14-րդ ամառային օլիմպիական խաղերը։ Ինչպես գիտեք, համաշխարհային սպորտի այդ խոշոր փառատոնում իրենց անունները մեծ սպորտի տարեգրությունում ոսկե տառերով գրեցին նաև հայազգի մարզիկներ Ալբերտ Ազարյանն ու Վլադիմիր Ենգիվարյանը։ Երբ 2011 թվականին Արմենիա նավով աշխարհի շուրջը հիրավի պատմական պտույտ գործած գրող հրապարակախոս Զորի Բալայանը իր անձնակազմով հասավ Մելբուրն, տեղի հանրահայտ օլիմպիական ստադիոնի 14-րդ խաղերի հաղթողների անուններով հավերժացված ոսկետար պատին հպարտությամբ կարդաց նաև մեր օլիմպիական չեմպիոններ մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի եւ բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիվարյանի անունները։ Եվ ինչպես վայել է իսկական լրագրողին, Զորի Բալայանը անմիջապես բջջային հեռախոսով զանգահարեց իր վաղեմի ու մտերիմ բարեկամին, օղակների արքային։ Ալբերտ, համբերում եմ քեզ։ Քո կարտիկով որտեղ եմ ես։ Ճիշտ է, խաղով կանոցն է։ Ափը։ Այո։ Մելբուրնում, քո Մելբուրնում։ Այո, կողքիդ կաղնած եմ էստեղ։ Կետ Ազարյան, թիմը չկա, դրամար Իգր Նովիկովը չկա, բայց Վալոդյա Ենգիվարյանը քեզնից վերև է, որտեղ բոքսը ալֆաբետով շուտ է գալիս։ Ամբողջ թիմը քեզ նորից ողջունում է, համբերում եմ քեզ, խոսք եմ տալիս, վերադառնանք տուն, անմիջապես գալով ենք քո մոտ, նկարները բերենք ցույց տանք։ Աստված պահապան քեզ։ Դες քանի տարի անցել, ոչ մեկ ենք մոռանում, ոչ էլ ապագան կմոռանա։ Սև մարմարի վրա ոսկի տարերով։ Համբերում եմ։ Մի հուզվի։ Քեզ հետ ենք։ Էստեղ գես քեզ ոնց են անվանում։ Օղակների արքա։ Համբերում եմ քեզ։
արքան մեզ հետ է եւ դա իհարկե շատ հրաշալի։ Պարոն Ազարյան, Զորի Բալայանի Ավստրալիայից ուղարկած այս ժապավենը ինչպես նկատեցիք ձեզ հուզեց։ Վերհիշեցիք։ Իհարկե։ Դա ամենակարևոր հանգամանքներից մեկն էր, որը որ ընդհանրապես բոլորը մոռացել էին այդ մասին, բայց միայն մի երկիր է, որը որ օլիմպիական չեմպիոններին եւ օլիմպիական խաղերը անցեկացվել այդտեղ եւ բոլոր չեմպիոնների նկարները դրել են, մռավրի վրա գրած կպցրել են եւ միջև հիմա էլ մնում է դա։ Այո, ոսկետար անունները։ Միայն այդտեղ էր որ կարող են այդ մանը կատարել։ Եվ մենք այդ հարցը դրեցինք, ասենք որ իսկ ինչի մեր սովետական միությունում չանենք այդ բաները։ Չէ՞ որ մենք օլիմպիական խաղերին շատ օլիմպիական չեմպիոններ ենք տվել։ Ու այդպես էլ ոչ մի բան չկարողացանք անել, բայց երբ որ Զորի Բալայանը խոսած ես շատ ուրախացա եւ մեկ-մեկ էլ ասում էի, բայց ո՞նց ես կարդում այդտեղ ինչ ա գրած ընդ։ Դա ասում է, այ հիմա տեսես արես այս բաննա, հա։ Ու ես շատ ուրախ եմ եւ ուզում եմ որ մեզ մոտ էլ լիներ այդ բաները, էլի։ Մակողները եւ այսօր մեր հա, բայց շատ ներողություն, ամենակարևոր հանգամանքը մենք Հայաստանում չունենք այն ինչ որ ասենք այնտեղ էր, բայց ունենք մի այնպեսի մի բան, որ ամբողջ կյանքի մեջ պետք է հիշենք։ Հրանտ Շահյանյանը եւ իմ արձանները գտնվում է ֆիզկուլտուրայի ինստիտուտի բանում, որը ովքեր որ մտնում են եւ ուրախանում են եւ ճանաչում են, որ դա ով պետք է լինի։ Սա մեծ պատիվ է մեր բոլորի համար։ Պարոն Ազարյան, ես պիտի ասեմ, որ ձեր սկսած արժանի գործը այսօր արժանիորեն շարունակողներ կան եւ այսօր մեր սրահում է վերջերս Լոնդոնում անցկացված միջազգային խոշոր մրցաշարում, որտեղ մասնակցում էին 41 երկրների պատվիրակներ, Արթուրը, մեր շատ սիրելի, եւ մեր հավաքականի մարզիչը Հակոբ Սերոբյանը, եւ պիտի ասեմ, որ Արթուրը կարողացավ այդ դժվարին պայքարում գրավել 12-րդ տեղը, ինչը նրան բերեց օլիմպիական խաղերի մասնակցության բաղձալի ուղեկիր։ Արթուր, մենք քեզ շնորհավորում ենք։ Պարոն Սերոբյան, դժվար էր իրոք։ Իհարկե շատ դժվար էր, վստահ ենք մեր ուժերի վրա, քանի որ աշխարհի առաջնությունից հետո եվրոպական երկրները ճանաչում էին Դավթյան Արթուրի հնարավորությունները, բայց մնացած երկրները ոչ։ Մեր համար ավելի երևի լավ եղավ, այնտեղ մի քիչ վրիպումներ ունեցանք ադապտացիայի հետ կապված երևի, բայց այստեղ մասնակցեց լրիվ իր ուժերով։ Դրա հետ գումարած նա հենացածկերում եզրափակիչ մտավ, որ իրոք անսպասելի էր, ուղղակի մենք փորձեցինք նոր հենացած, որ պետք է աշխատենք ավելի բարդացնենք օլիմպիական խաղերի համար, որպեսզի մենք հնարավորություն ունենք ինչ-որ մի արդյունք ցույց տանք, մի քիչ համեստ լինենք, փորձենք ամեն ինչ անենք, հետո մեծ ուրախություն էր մեր Ալբերտ Ազարյանի համար ոնց որ մի փոքր նվեր էր սա եղավ, քանի որ այնտեղից որ զանգարեցինք, ասեցինք, որ ուղեգիր եղավ, միսած մի հատ բառով են կնողական ձեր ցավը տանեմ։ Զգացինք, որ ուրախացել ենք։ Միշտ գալիս էր պարոն Ազարյան մեր այդ մրցումների, իրոք մեր համար մեջք էր, որ մեր հետ մենակ կողքով քայլում էր, արդեն դա մեծ բան էր։ Այս վերջերս երևի տարիքի հետ կապված, որ չի գալի, մենք գնում ենք, բայց այն որ շեշտում ենք պարոն Ազարյանի անունը, արդեն դա մեր համար ամեն ինչ է։ Ու ամեն ինչ պետք է անենք, որ գոնե մեր պարոն Ազարյանի ուրախացնենք, կյանքը երկարացնենք, ինչքան հնարավոր է շատ, մենք այդ գիտենք, պատասխանատվությունը զգում ենք մեր վրա, որ նա մեր արդյունքներով ուրախանում է, տխրում է, անենց որ երկար չասեմ, ամեն ինչ ասեցին, դուք օրինակ եք մեր համար։ Շնորհակալություն։ Ես իհարկե սիրելի բարեկամներ, համոզված եմ, որ մենք Լոնդոնի օլիմպիական խաղերում նորից կուրախանանք Արթուր Դավթյանի փայլուն ելույթներով, բայց հիմա մեր սրահում կա մի շատ հրաշալի երգչուհի, մարդ, որին ես ինքս եւ Ազարյանները նույնպես շատ սիրում են, Մարիետա Բադալյանը, եւ քանի որ այսօր նաեւ անակնկալների երեկո է, ես կարծում եմ, որ Մարիետան էլ իր խոսքի մեջ ինչ որ անակնկալ պիտի մեզ մատուցի։ Խնդրեմ։ Իմ շատ սիրելի Ալբերտ Պաղաշակովիչ ջան, հիշում եք, որ դուք օլիմպիական չեմպիոն դառնալուց հետո այդ ալիքը գիմնաստիկայի մարմնամարզության տարածվեց Հայաստանում մեկ։ Երևի նաև հիշում եք, որ Խանջանի անվան դպրոցը
սպորտային թեկումով դպրոց էր։ Ես ավարտել եմ այդ դպրոցը եւ ինքս մասնակցել նույն Էդվարդ Միքայելյանի հետ միասին մենք պարապում ենք գիմնաստիկան ընկեր Արփիկի մոտ, ինքը Ռոբերտի մոտ էր պարապում, ես ընկեր Արփիկի մոտ։ Այդ սերը դեպի մարմնամարզությունը իմ մեջ մնացել է եւ ես շատ սիրում եմ եւ հետեւում եմ բոլոր այդ մրցումներին։ Իսկ իմ անակնկալը նա է, որ ես շատ ընկերներ ունեմ Ավստրալիայում։ Ինձ համար անակնկալն այն էր, ինձ էլ նույնպես, որ նա մի բանաստեղծություն նվիրված ձեզ։ Այնտեղ ձեզ սիրում են, մինչև հիմա էլ հիշում են սովորական մարդիկ։ Այդ բանաստեղծ շատ սովորական է ձեր մոտ, օլիմպիական չեմպիոնի մոտ։ Քայլելով MCG ստադիոնի մոտով ես նայում եմ այն պանելներին, որտեղ գրված են օլիմպիական չեմպիոնների անունները, եւ այն գիմնաստի անունը, որի անունն է Ալբերտ Ազարյան։ Նրանք երբեք չէին տեսել նման բան։ Եվ այդ օղակների թագավորը լավագույնն էր, որ կատարեց այդ խաչը։ Եվ այժմ որ նա վաստակավոր հանգստի է, նա փառաբանել է իր ամբողջ հայրենիքը, իր երկիրը Հայաստանը։ Շնորհակալություն։ Հիմա ես կերքեմ մի գարնան երգ, իմ գրածն երաժշտությունը եւ խոսքերը նվիրում եմ ձեզ։ Ծանի վարգույները քո ժպիտներն իշեցնում փոքրիկ արվակ ծնված եղեք կամոստես ինչպես են մեկ մորորվում կորուսյա սեր հոգում թակուն գիշերվա անդորին են միանում Դռան կողքի մեծ սափորը սառնախ բյուրի ջրով լեցուն ուշի քայլեր դռան թակոց կարծես առաջվա պես նույնն է մնացել լքյալ յուղակ երջանիկ ուշ ինչու ես պիացած վերքն արթնացել Իհարկե Մարիետա Բադալյանի այս չքնաղ կատարումից հետո դժվար է ինչ-որ նոր բան ավելացնել, բայց մեր սրահում կա մեկը, որը աշխարհում, ինչպես ասացի, ամենագեղեցիկ տղամարդն է Ալբերտ Ազարյանից հետո, մեր գլխավոր ոզնին, Երևանի պատվավոր քաղաքացին Արամայիս Սահակյանը, պարոն Սահակյան, շնորհակալություն, որ եկել եք։
Դե ձեր խաչի մասին էլ մենք լեգենդներ գիտենք, բայց կարծում եմ, որ հաճույքով կլսենք նաև ձեր խոսքը։ Պետք է ասեմ, որ ինչ որ ես պետք է ասեի, արդեն բոլորն ասել են։ Այնուհանդերձ մտածում եմ, որ մարդիկ կան, որոնց ծանոթ լինելը եւ որոնց հետ ընկեր լինելը մեծ պատիվ է։ Մարդիկ էլ կան, որոնց հետ ծանոթ լինելը մեծ պատիժ է։ Կարծում եմ, որ առաջին մասը պատկանում է մեր սիրելի Ալբերտ Ազարյանին։ Նրա հայրենակիցներից մեկը աշխատում է Ոզնու խմբագրությունում, ասացի գնում եմ այս հանդիպմանը, ինչ ասեմ, ասաց, դե ասա օլիմպիական չեմպիոն է, ասի այդ տղա Համլետ Ղուշյանը 100 անգամ ասելու է դա արդեն։ Ասեց, հա մի բան էլ կա, կարծեմ նա յուրաքանչյուր վարժությունից առաջ դեմքին խաչ է հանել։ Լսել է իհարկե, ասում է լսեց մի քաղցր ձայն, բայց չիմացավ որտեղից է այն։ Ալբերտը ճանապարհի լավ ընկեր է։ Միասին 7 օր թե 10 օր եղել ենք Թեհրանում մեծ խմբով իհարկե։ Եվ ահա մի անգամ պատմում էր, որ ինչ որ միտեղ փորձել են իրեն սպանել։ Այդ դեպքը նա պատմեց մոտ ժամուկես։ Իշտոյանն ասաց, Աբո ջան, վերջ քեզ սպանեցին թե չէ։ Ասաց, այ մատախը դիմացդ կանգնած եմ։ Ես էլ ուրեմն ակամա հիշեցի եւ ասացի, որ գիտես ինչ կա, նրան սպանել անհնար է։ Ալբերտ Ազարյանը անմահ է ուղղակի։ Ուրեմն հիշեցի Գերագույն խորհրդում, ես որ պատգամավոր էի, մի ընկեր ունեինք Հովիկ Աղազարյան դաշնակ։ Նա սիրում էր մարզիկներին, հատկապես Ալբերտ Ազարյանին, եւ ասաց իմ ազգանունը Աղազարյան է, եթե ատարը պոկեն, կդառնամ Ղազարյան։ Ոնց որ Կոլյա Ղազարյանը, իդեպ առողջություն ցանկանանք Կոլյային, եթե Ղ տարը պոկեն, կդառնամ Ազարյան, Ալբերտ Ազարյան։ Եթե անել պոկեն, կդառնամ Զարյան, Նաիրիս Զարյան, Կոստան Զարյան, Ռուբեն Զարյան։ Եթե զնել պոկեն, կդառնամ Արյան, Մարկ Արյան։ Եթե արնել պոկեն, կդառնամ հայի ազգանուն։ Այնպես որ դու միշտ հայ ես, հայել պետք է մնաս։ Հանդիպեցինք նաև Ջերմուկում Տիկին Աստիկի հետ, թորներից հետ, վերջը մենք շատ շուտ գնում էինք ջուր խմելու, տեսնենք Ալբերտը արդեն ջուր խմելուց գալիս է։ Եվ ժամը 5-ին առավոտյան գնացել էր ջուր խմելու։ Հա, մի ընկերոջ հետ էր, ասեց Տիկին Աստղիկն է, ասում եմ այո։ Նրա մասին ես գրել, չէ, անունդ վախով եմ տալիս, որպեսզի շուրթերս չայրվեն։ Ասի այո, այդ ընկերն ասաց, հիմա էլ ես ասում տիկնոջդ անունդ վախով եմ տալիս, Ալբերտն ասաց, չէ, հիմա Զոքանչին է ասում, անունդ վախով եմ տալիս։ Այսպես սրամիտ մարդ է մեր սիրելի Ալբերտը եւ երկու շատ կարևոր բան եմ սովորել Ալբերտից։ Մի անգամ ասաց, մարդ, որպեսզի շատ բաներից չզրկվի, պետք է իրեն շատ բաներից զրկի։ Եվ միաժամանակ ասաց, գիտես ինչ կա, աշխարհում բոլոր տհաճությունները ծնվում են հաճույքներից անձնական։ Այո, դու պետք է կարողանաս նաև այս հաճույքներից անձնական կենցաղային քեզ որպեսզի հասնես մեծության։ Եվ ինչ ասեմ վերջում, իմ կարճ ելույթի վերջում, սիրելի Ալբերտ, հայ սպորտի վար բերտ։ Ես իմ խորին շնորհակալությունս եմ ուզում հայտնեմ, որովհետև այստեղ նստածներ այնպիսի մարդիկ են, որոնք որ ես շատ հարգում եմ եւ սիրում եմ, եւ գիտեմ, որ նրանք այն մարդիկ են, որոնք որ մեր հայ ժողովրդի համար շատ պիտանի են եղել։ Այօնակ ասենք, մեր մարմնամարզության ասպարեզում ֆիզկուլտուրայի ինստիտուտը շատ մեծ պատժ կա անում։ Այո, Արտուրս 3-րդ կուրսում է այնտեղ։ Գիտեք ինչ, ես անգամ պարոն Ռաքելյանին չեմ էլ զանգահարում, որ գնացել ամրցման թույլատրեք կամ պարապմունքների ժամանակ, որ ասենք ֆիզկուլտուրայի դասերը չգնա, այլ կա մարզումներ կատարի։ Գիտեք, սա մեծ նշանակություն ունի։ Դրա համար ես այնքան ուրախ եմ, որ այսօր գտնվում ենք սպորտային ասպարեզում, մենք ես ու Հակոբոսի սպորտային ասպարեզում, որ ֆիզկուլտուրայի ինստիտուտը մեզ շատ պետք է։ Արամայ Սահակյանը Երտեն ժամանակվանից։ Ուրեմն ես ասեցի, չէ՞ որ
81 թվականին տարիքին իմ մեկ է զանգա տալ թե աբաջան շնորհավորում եմ քեզ, ասում եմ ինչ է շնորհավորում 81 տարեկան եմ, ասեց ով ասում դու 18 տարեկան ես, այդ որ ասես 18 տարեկան ես, հիմա տենց այդ բանով գնում է։ Հաջորդ տարի դառնում է 48։ 38։ Այս տարի է 38։ Հաջորդ տարի։ Աղա եմ մյուս տարի, հա, դե ալա այն տարին թողա հետո կասենք, որ բանա չէ։ Այնպես բոլորին ես շնորհակալություն եմ այդում Սոֆի Դևոյանին, բանի, որտեղ ես անչափ ուրախ եմ ձեզ բոլորի տեստեղ ներկա գտնվելու եւ ինձ թվում է որ սա մեծ հիշատակ կլինի ինձ համար, որովհետեւ երկար տարիներ պետք է եթե ողջ մնամ ես կդնեմ միշտ կնայեմ թե ոնց է ինչպես է գնում։ Շնորհակալություն քեզնից որ դու այսպես լավ կազմակերպեցի։ Սիրելի բարեկամներ, շատ աննկատ մեր երեկոն մոտենում է ավարտին եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այսօր մասնակցեցին մեր շատ սիրելի Ալբերտ Ազարյանի երեկոյին։ Պիտի ասեմ, որ այսօր էլ փորձեցինք անել ամեն ինչ, որպեսզի ձեզ պարգևենք հաճելի երեկո։ Թե որքանով ստացվեց, դատեցեք ինքներդ։ Բայց այն, որ հանդիպումը Ալբերտ Ազարյանի հետ դա իրոք միշտ էլ հաճելի անակնկալ է, դուք դրանում համոզվեցիք։ Պարոն Ազարյան, շնորհակալություն, որ դուք կաք մեր կողքին եք։ Եվ ես ձեզ ուզում եմ ասել, բարի վերադարձ, կամ նորից, բարև։ Կհանդիպենք։ Այսօր այսքանը, ցտեսություն։